կալանքի միջնորդությունը քննվելու ընթացքում պատկերացրեք դատարանում գտնվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Մեկ էլ տեսնում ենք այդ ընթացքում հայկական ժամանակը տալիս է վերդիկտը։ Սամվել Կարապետյանը եւս 2 ամսով կմնա կալանքի տակ։ Սա միջազգային այդյաների համար փաստական հանգամանք է լինելու։ Այն իշխանական լրատվամիջոցը վարչապետի ընտանիքին պատկանող արդեն հնարավոր է այդ WhatsApp-ային արդարադատությունը արդեն փոխարինվել է խմբագրային արդարադատությամբ, հա, արդեն տենց են ուղակի հրահանգավորում անել, այնուամենայնիվ այն որ այս գործընթացը ծայրաստիճան անհիմն է, հակաիրավական է ու խնդիր ունեն Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելու իրենց վախերը չեղարկելու միտումով, դա միանշանակ է, եթե Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ խնդիր չուներ, հիմա ազատության մեջ կլիներ այս մարդը եւ առնվազն հա այդ նախընտրական պայքարներում գոնե հավասար պայմաններում կգործեին։